Ձեր թոշակը ձեզ հերիքում է։ Միայն այս հարցը լսելիս թոշակառուների նյարդերը տեղի են տալիս։ Մենակ դեղերին հերիքավ, всё։ Այդ Նիկոլին է հասնելու։ Որոշ մարդիկ նույնիսկ կասկածում են, թե ծաղրում ենք իրենց։ Ախր ինչպես կարող է այսօրվա թոշակը հերիքել Եվրոպայի թանկությանը գրեթե չզիջող երևանյան գներին։ Ձեր թոշակը ձեզ հերիքում է։ Հələ մի բան էլ ուրիշներին եմ տալիս։ Որ ասեմ հակը հավատակ։ Յոլա ենք տանում։ Գիտեք ոնց եք ապրում։ Ապրում եք, որ տեսնեք որտեղ է էժան, որտեղ է հարմար։ Ձեզ առնում ենք, էլի։ Իսկ դες որ ասեք շռայլ ենք ապրում, չէ։ Ես 42 տարվա ստաժ ունեմ, իմ թոշակս 50,000 է։ Ուղղակի շատ քիչ է թոշակները։ Եթե չօգնեն 44,000 իմ ստանում, հիմի հաշվեք, յոլա կգնամ թե չէ։ Չի կարող ապրել թոշակառուն ոչ 44,000-ով, ոչ 50-ով, առնվազն 100,000 դրամ պետք է ստանա, որ կարողանա գլուխը պահել օր-օրի թանկացող Հայաստանում, կարծում են մարդիկ։ Եթե կողքից օգնություն չլինի, թոշակառուն երբեք չի ապրի, երբեք։ Ուզում է 10,000 լինի, ուզում է գոնե 100,000 պետք է լինի ամենակիչը։ Սա ես ինչ են անում, խայտառակություն է սա։ Հարցերը շատ են, բայցերը շատ են, հարցականները կախված են, թոշակառուն չի կարող։ Անպայման եթե կողքից օգնություն չկա, ուրեմն թոշակառունը տենց սոված, ծարավ, ցրտին, չգիտեմ, գոյատևում է, թե ապրում է։ Բայց ինչ 100,000-ի մասին է խոսքը, եթե կառավարությունը նույնիսկ 10,000 դրամ չի ուզում բարձրացնել կենսաթոշակը։ Մենք չենք ասում։ Նիկոլ Փաշինյանը դա անիմաստ է համարում։ Լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով, 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Թող գա ես իրան բացատրեմ ժողովրդին ինչին է պետք։ Իրան ինչի է պետք այդ ամեն ինչը։ Արի ու տես, որ այդ 10,000 դրամն այսօր օդ ու ջրի պես է պետք թոշակառուներին։ Դրանով մի ցավի դուռ հաստատ կփակեն։ Կփոխվի, որ կարանք կոմունալը տանք։ Մի քիչ ավել կոմունալը շատ է ձմեռվա ժամանակ ահագին թանկ է նստում, էլի։ 10,000 որ տալիս եք տամ Նիկոլին, թող իր համար դեղեր առնի։ Ասում եմ, որ Բայց մեկա չի բուժվի։ Ինքը չի բուժվի։ Գլխի ոնց ասում, երկրորդ հարկը ջուր չի հասնում։ Բայց այդ 1,5 միլիոն որ տվել ես բաներիդ, պատգամավորներիդ, նրանք չեն շշկրվում։ Թող իր մասի մտածի ինչ անելու իր ստացած փողերը։ Մարդիկ նկատի ունեն այն ահռելի պարգևավճարները, որ ստացել են Փաշինյանը, կառավարության մյուս անդամները, պատգամավորները։ Կուզեմ ես եմ 3 միլիոն ստանայի պարգևավճար։ Եվ ես արձանագրեցի։ Կառավարության մինիստրի ժամանակ էլ պարզվեց, որ 10,000-ով էլ չէ, 20,000-ով էլ բարձրացվի թոշակը։ Միևնույն է, անօգուտ է։ Բավարար չափով չի։ Ըստ Փաշինյանի, եթե ստացված թոշակով տունը չի տաքանում, ինչքան ուզում է բարձրանա թոշակը, մեկ է, չի տաքանալու։ Որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Հա, դες քրքյաշ թող ապրում չէ մեռնի։ Հա? Թող մերդ գա երես առերես հետը ես զրուցեմ։ Իրան բացատրեմ ինչ ունա բանն էլի։ Բայց ինքը խոհախմախ չի ժողովուրդ այդ հանդիպի։ Ինքը ուզում է կենասած ոնց է անում։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։